հարգելի ներկաներ, այսօր մենք քննարկում ենք մի հարց, որը չէր կարող շրջանցվել, քանի որ այն դարձել է մեր պետականության հիմնասյան քայքայման պատճառներից մեկը։ Սա այն թեման է, որը մենք մշտապես փորձել ենք պահել թե ներքին, թե արտաքին հանրության ուշադրության կենտրոնում, օգտագործելով տարբեր ձևաչափեր, տարբեր ամբիոններ եւ միջազգային հարթակներ։ Եվ դա արել ենք ելնելով ոչ թե քաղաքական շահից, այլ ելնելով պետական մտածողությունից, քանի որ խոսքը վերաբերում է այն հիմքին, առանց որի չի կարող գոյություն ունենալ իրավական պետություն։ Սրա աներկբա ապացույցն է այն, որ Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, եւ այդ քաղբանտարկյալները հայտնվել են այսօրվա իշխանության պատճառով։ Նրանք փորձել են անել ամեն ինչ, որպեսզի լրացվեն արդարության խոսքը։ Հայաստանում ժողովրդավարության նահանջը այլևս պարզապես ոչ թե պնդում է, այլ փաստ, այն էլ բազմակի հաստատված։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հստակ բնորոշում են, տվել են այն բնութագիրը, թե որոնք են այն գործընթացները, որոնք հատուկ են ավտորիտար ռեժիմներին։ Դրանցից են օրինակ խոսքի ազատության կոպիտ խախտումը, հավաքների ազատության խախտումը, խոչընդոտումը, իրավապահ համակարգի լիակատար քաղաքականացումը, իշխանության դեմ խոսացող, քննադատող մարդկանց նկատմամբ զանգվածային քրեական գործերի հարուցումներ։ Եվ այս ամենը այսօր ցուցադրված է Հայաստանում։ Եվ սա կոչել ժողովրդավարություն անհնար է։ Սա ճնշման վրա հիմնված ինչ-որ ռեժիմ է։ Ռեժիմ, որը հանուն սեփական պահպանման պատրաստ է եւ պետական լծակները դարձրել է անձնական գործիքներ։ Այսօրվա քաղաքական հետապնդումների թիրախները պատահական մարդիկ չեն։ Նրանք այս իշխանության կողմից ընտրված են, քանի որ համարձակ են, անկախ են եւ ամենակարևորը հայապահպան են։ Հայապահպան են, որովհետեւ ոչ միայն հայ են ծնվել, այլև մնացել են այդպիսին, իրենց կամքով, իրենց ընտրությամբ եւ օրեցօր աճող նվիրումով։ Նրանք արդարացնում են, նրանք ամրապնդում են հայրենասիրությունը իբրև անսասան հավատ, իբրև պարտք երկրի նկատմամբ։ Նրանք փորձում են կառուցել այն հոգևոր կամուրջը, որը կփորձի միավորել ողջ հայությանը, որպեսզի դիմակայի այս աղետին կամ դուրս գա այս իրավիճակից։ Իսկ նրանք համարձակ են եւ անկախ, քանի որ նրանք կարող էին չկալանավորվել, բայց չեն վաճառվել, չեն լռել եւ չեն թեքվել։ Եվ հենց այդ պատճառով այս իշխանությունը փորձում է ոչնչացնել այս տեսակը, ոչնչացնել ոչ միայն անհատներին, այլև ընդհանուր անհնազանդության մշակույթը, որը իհարկե մեծ դժվարությամբ, բայց այսօր փորձում է պահպանել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը։ Բայց այս տխուր իրողության միակ մեղավորները իշխանությունները չեն։ Այսօր միջազգային կառույցները մեզ համար շատ անսովոր լռության մեջ են գտնվում։ Այդ լռությունը ունի իր ծանր հետևանքները։ Այն առնվազն չի զսպում, չի կանխում այս շարունակվող քաղաքական հետապնդումները։ Եվ այդ լռությունը այս իշխանությունը օգտագործելով փորձում է հրամցնի հանրությանը, թե իբր ամեն ինչ բնականon է եւ օրենքի սահմաններում։ Մենք շատ ենք քննադատում Նիկոլ Փաշինյանին, բայց շատ վտանգավոր կլինի, եթե այդ քննադատության ստվերում մնա Նիկոլ Փաշինյանի հենասյուն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած դատախազությունը։ Այսօր սահմանադրությամբ դատախազությունը կոչված է, որպեսզի լինի օրենքի պահապանը, բայց այսօր այն գործում է լրիվ հակառակ տրամաբանությամբ։ Այն մուրճը, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ցուցադրում էր, կարծես մարմնավորվել է հենց վարչապետի օգնական գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեջ։ Այս անօրինական process-ներում ընդգրկված բազմաթիվ դատախազների ճանաչում եմ ոչ թե անձնական շփումներով, այլ պարզապես մենք ընդդիմադիրներս դատարաններում տարեկան աբոնեմենտներ ունենք ձեռք բերած եւ ստիպված ենք այդ ձևաչափով շփվել նրանց հետ։ Եվ կարող եմ ասել, որ նրանցից շատերը գերակշռող մեծամասնությունը բարձր իրավաբանական գիտելիքների տեր մարդիկ են, բայց դրան զուգահեռ ունեն շատ ցածր իրավագիտակցություն։ Ցածր իրավագիտակցություն ունեցող մարդը չի հասկանում օրենքի իրական արժեքը, դրա իրական նշանակությունը։ Դրա համար խորհուրդս այդ դատախազներին,
ովքեր այսօր գործում են ապօրինաբար, գոնե փորձեք մտածել ձեր հետևանքների մասին, ձեր քայլերի հետևանքների մասին։ Ինչ պատասխան եք դուք տալու շուտով, երբ օրենքի գերակայությունը վերականգնվի եւ դուք գնաք փոխարինելու մեր պայքարի ընկերներին բանտերում, հենց այն բանտախցերում, ուր որ մարդկանց ուղարկում եք ապօրինաբար։ Մենք հստակ պատասխան ենք տալի մեր ընտանիքի անդամներին, մեր երեխաներին, թե հանուն ինչի ենք մենք այսօր գտնվում անազատության մեջ, ինչու չենք կարողանում հայրություն անել։ Եվ այդ պատասխանը ընդունելի էր մեր ընտանիքների, մեր երեխաների համար։ Դուք ինչ եք ասելու ձեր երեխաներին, որ հանուն ինչի կամ հանուն ում եք այսօր անազատության մեջ գտնվում։